3 տարի անձրև չլինելուց հետո Աստված Եղիային ուղարկեց Աքաբ թագավորի մոտ։ Եղիան ասաց նրան. «Դու մեղք ես գործել, Աստծուն պաշտելու փոխարեն կուռքերին ես պաշտում։ Հրամայիր քո բոլոր մարդկանց և Բահաղի մարգարեներին հավաքվել Կարմելոս լեռան վրա։ Ես նրանց կսպասեմ այնտեղ»։ Երբ բոլորը հավաքվեցին, Եղիան դիմեց ժողովրդին. «Դեռ որքան պետք է ճշմարիտ Աստծու փոխարեն երկրպագեք Բահաղին։ Այսօր դուք կիմանաք, թե ով է ճշմարիտ Աստվածը, և կհասկանաք, որ պետք է հետևել նրան»։ Եղիան բոլոր կեղծ մարգարեներին ասաց, որ զոհասեղան պատրաստեն և վրան զոհ մատուցեն Բահաղի համար։ Նա ասաց, որ իրենք էլ զոհասեղան կպատրաստեն, բայց Աստծու համար։ «Դուք դիմեք ձեր կուռքին, իսկ ես իմ Տեր Աստծուն», ասաց Եղիան, «ով հրով կայրի զոհը, նա է ճշմարիտ Աստվածը»։ Կեղծ մարգարեները արեցին այնպես, ինչպես կարգադրեց Եղիան։ Նրանք ամբողջ առավոտ կանչեցին Բահաղի անունը, բայց այդպես էլ կրակ չերևաց։ Եղիան ասաց. «Բարձրաձայն կանչեք, միգուցե Բահաղը չի լսում»։ Կեղծ մարգարեները մինչև երեկո կանչեցին Բահաղի անունը։ Նա չպատասխանեց և կրակ չուղարկեց։ Այդ ժամանակ Եղիան մարդկանց ասաց. «Գնանք ինձ հետ»։ Նա իր պատրաստած զոհասեղանի վրա ջուր լցրեց և կանչեց Աստծուն. «Տեր իմ, պատասխանիր ինձ, և այս մարդիկ կիմանան, որ դու ես ճշմարիտ Աստվածը»։ Աստված պատասխանեց Եղիայի կանչին։ Կրակը իջավ զոհասեղանի վրա և այրեց զոհին ու զոհասեղանը, որը ողորված էր ջրով։ Երբ մարդիկ այս տեսան, հասկացան, որ իրենք սխալ էին։ Ժողովուրդը զղջաց, որ պաշտել էր կուռքերին։ Նրանք ընկան երեսնի վայր և ասացին. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։